Հիմա հասկանում եք, մենք այսօր այո, ջանք ենք գործադրում, պետք է ասել հետեւյալը, որ հիմա մենք փորձում ենք ապահովագրական գյուղ ապահովագրության համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել։ Ինչ ենք ուզում փրկել։ Որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ պրոցեսների։ Պարզվում է տեղերկա մարդիկ գինեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, ապահովագրում են գնում ենք այդտեղ հատուկ այդտեղ, որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէին կարել, տանում ենք այդտեղ ինչ որ բան ենք ցարնում, ու նստած սպասում ենք, որ կարկուտը գա, որ գնանք ապահովագրությունը ստանանք։ Ու տենց ամեն տարի։ Համեն դեպս այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք, տենանք ինչքանով է դա իրականության է։ Բայց էլի սա սոցիալ հոգեբանական խնդիր է, կրթական խնդիր է, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, պետության նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է։ Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետք է բան անենք, առնչվենք։ Մենակ այդ չի, մենք պետք է գնանք եւ մարդկանց հետ խոսենք։ Մենք այն խնդիրները, որ դռնփակ նիստերում, դռնփակ ոչ թե գաղտնի, այլ աշխատանքային մեր process-ներում քննարկել ենք, ինչա տեղի ունեցել։ Պետք է գնանք մարդկանց պատմենք, որ իրանք իմանան ինչա տեղի ունենում։ Որ մի հարևանը մյուս հարևանին նկատելիս այդպիսի բան ասի մի արա, որովհետև դրանով դու իմ բանն ես, իմ աշխատանքն էլ, իմ արդյունք, իմ զարգացումն ես դնում հարվածի տակ։